Հենց հետաքրքիր է։ Մի հատ բան կիսվեմ, էլի, ձեր հետ միջև սկսելը, այն որ մեկ-մեկ ինչ-որ բան է ալնում, որ սկսում է փոխել, չէ՞, քեզ ու քո մտածելակերպը աշխարհի։ Քիչ առաջ խոսում էի տարբեր մարդկանց հետ դուրսը, կարող եք դուրսը, բայց հեռախոսով խոսակ էլի, որ խնդրում։ Մերսի։ Տարբեր մարդկանց հետ խոսում էի դուրսը եւ խոսակցությունը ճիշտ ասած մեկը մեկի չեմ հիշում, բայց խոսքը գնաց ես YouTube-ով վիդեոներ եմ սարքում ու բանը ասեցի, հա, վիդեոներ ասեց, հա, դե պարզ են։ Ես էլ տենց instinctively առանց մտածելու ասեցի, ոնց որ ես բարդ բան չգիտեմ։ Ու այն որ սկսեցի առանց մտածելու դա ասեցի, հետո սկսեցի մտածել դրա մասին ու հասկացա, ասում եմ, լսի, կարող է իրոք։ Ես չգիտեմ, computer science սովորել եմ bachelor's, master's, 20 տարուց ավել կոդ եմ գրում, ինչ-որ գիրք եմ կարդացել մի երկու հատ, ոնց կլինի։ Իրոք ես ոչ մի բարդ բան չգիտեմ։ Ու հետաքրքիր է, այսինքն ես ինչ գիտեմ շատ պարզ է։ Ու այսօրվա թեման ես կներկայացնեմ հենց տենց։ Ինքը вообще բարդ բան չի, բայց հետաքրքիր է։ Հենց որ եկեք սկսենք։ Այսօր ես կխոսեմ Introduction to MCP, MCP-ների մասին, եւ ինչպես նշեցի, ամեն ինչ սկսելու է շատ պարզ։ Սկսում ենք to do ցուցակով։ Դա այն ստանդարտ ցուցակն է, ապծրագիրն է, որ բոլորը սկսում են գրել, երբ որ նոր են սկսում ծրագրավորել, աշխատումը շատ պարզ, գրում ենք ինչ-որ to do, ավելացնում ենք ինքը ավելանում է ցուցակի մեջ, կարող ենք delete անենք, edit անենք, գիտեք, բոլորդ ինչ-որ մի բան գրել եք sense մի բան։ Okay, այդ առաջին քայլը։ Հիմա հաջորդ քայլը հիմնականում որ անում ենք, երբ որ sense մի ծրագիր ենք գրում, դա ավելացնել back-end, որպեսզի այս to do արժեքները գնան մտնեն ինչ-որ բազայի մեջ կամ ֆայլի մեջ, չէ, հիմնականում հերթականությունը տենց է։ Okay, դե գնացինք առաջ։ Այդ դեպքում անում ենք, չգիտեմ, npm install express եւ այլն, այս շատ լավ գիտեք, չեմ խորանա, այս շունը ձեզ նայում է, գիտեք։ Տենց, ու ստեղծում ենք backend։ Հիմա backend-ում օգտագործելով express մենք ունենում ենք տարբեր router։ Հիմնականում դե to do app-ը, մեզ պետք է CRUD, create, read, update, delete։ Ստեղծել to do, ջնջել to do, ստանալ ցուցակը to do-ների եւ այլն։ Մի բան ուղղակի ձեզ ցույց տամ, որ այս պարագայում ես to do-ի լոգիկան պահել եմ առանձին router-ից։ Այսինքն router-ը ստեղ response.json եւ այլն արվում է route-ի մեջ, բայց լոգիկան list to do-ի ես պահում եմ առանձին ֆայլում, okay? Շատ պարզ։ Ու ինքը asynchronous ֆունկցիա է, որպեսզի մենք տակից կարողանանք գրել բազային կամ ֆայլի մեջ եւ այլն։ Պարզ է, չէ՞, ինչպես խոստացա, ոչ մի բարդ բան չկա ստեղ։ Չեմ խափում, իրոք պարզ է։ Okay, այդ առաջին քայլը։ Okay, ուրեմն մենք ունենք sense to-ին մի հատ sense to-do list, որը ունի back-end եւ front-end։ Շատ լավ։ Հիմա եկեք ավելացնենք intellect։ Եկեք դարձնենք մեր to-do list-ը ավելի խելացի։ Okay, ինչպես կարող ենք դա անենք։ Դե մի վարիանտ է, մենք կարող ենք install անենք մեր back-end-ում, հա, npm install-ով OpenAI API-ը։ Եվ ինքը աշխատում է մոտավորապես sense, import ենք անում OpenAI-ին, կոդը նորմալ կարդացվում է ոնց որ, API key-ն ենք փոխանցում, որը բարձրագրանցման ժամանակ ստանում ենք, խնդրում եմ ոչ մի դեպքում ստեղ ձեր real key-ն չգրեք, որովհետև հետո git push կանեք ու կարող է սաղ աշխարհը տեսնի։ Առանձին environment ֆայլում եք պահում, որը git ignore-ում է, որ չգնա git, այդ գիտեք։ Բայց մեկը ասում եմ, որտեղ մարդկա կարող է չիմանա։ Так, հետո կանչում ենք այս երկար բարակ այս property-ներով կետերով create, որը ուղարկում է այս խնդրանքը, այս պարագայում GPT-4o model-ին։ Այսինքն ստեղ մենք նշում ենք, որ model-ն ենք օգտագործում եւ մեր message-ները, այսինքն այն content-ը, որ մենք ուզում ենք ուղարկենք մեր model-ին։ Ուշադրություն դարձրեք, որ այս ընդհանրը content-ը չի, այլ ունի role։ Role դա նշանակում է, թե ով է այս տեքստը ստեղծել, ումից է գալիս, դե այս պարագայում դա օգտագործողն է, user-ն է, հենց որ user-ը, օգտագործողը ուղարկում է հարց, ինչի է երկինքը կապույտ, եւ դա ուղարկում է GPT-ին, չէ՞, այս API-ով։ Okay, այս բարդ բան չի, այս բոլորս է կարող ենք անենք։ Բայց եկեք ավելի հետաքրքիր բան անենք, եկեք local
աշխատացնենք մեր կոմպյուտերի վրա, այս բaragայում իմ կոմպյուտերի վրա, բայց հետո ապագայում որ դուք փորձեք, դուք էլ կանեք, local աշխատացնենք մոդելներ։ Այսինքն ոչ թե կանչենք ինչ որ OpenAI-ի ինչ որ server-ին, այլ աշխատացնենք հենց կոմպի վրա։ Ոնց կարող ենք դա անենք։ Իրականում վարիանտներ, նայեք, այս շատ կարևոր է։ Ամեն ինչ որ ես այսօր ձեզ ցույց կտամ, դա նրան ես չեմ քարոզում, որ այս API-ները օգտագործեք, այս ձևը միտքը կոնցեպտն է, հասկանալ այս ամեն ինչը ոնց է իրար հետ աշխատում։ Այդ որ հասկանաք, արդեն ինչ գրադարան ուզեք, ճպցրեք ու անցեք գործի։ Cool։ Անցանք առաջ։ Ես ինքս օգտագործում եմ մի հատ ծրագիր, կոչվում է Ollama։ Ollaman մի հատ ծրագիր է, հեսա կարող ենք մտնենք իր կայքը, հեսա, տեսեք ինչ cute icon ունի։ Ուրեմն իրան քաշում եք, ինքը նաև install անում command line tool-եր, հրամաններ։ Հիմնականում կառաջարկեմ այս բանին ընդհանրապես երկու հրաման է մեզ պետք, Ollama pull, քաշիր եւ ինչ որ մոդելի անուն։ Այդ որ անում եք, ինքը download անում, քաշում է ձեր կոմպյուտերի վրա ձեր նշված մոդելը։ Հիմա այս մոդելը որտեղից է եկել, ոնց գիտենք իր մասին։ Հենց իր կայքում, եթե մտնեք models, այստեղ տեսնում եք կա երկար ցուցակ տարբեր տիպի մոդելների։ Ընտրում եք ձեր ուզածը եւ command line-ում, terminal-ում գրում եք Ollama pull ու այդ մոդելը։ Ինքը քաշում է ու նստում է ձեր կոմպի վրա։ Ու արդեն Ollama-ի միջոցով մենք կարող ենք այդ մոդելի հետ շփվել, հենց մեր կոմպի վրա։ Այդ շատ կարևոր է։ Ollama list եթե գրենք, ինքը կտա ցանկը բոլոր մեր մոդելների, որոնք որ կան նստած են մեր կոմպի վրա։ Okay։ Okay, այդ որ արեցինք, դե եթե քանի որ մենք JS conf-ը, առողջություն, հորջան, մի հատ էլ։ Քանի որ սա JS conf-ը, node-ով ենք օգտագործելու, npm install ենք անում Ollama, դա կքաշի գրադարանը, որովհետեւ մենք շփվենք ու գրադարանը, եթե ուշադրություն դարձրեք, իր ոնց որ ձևը շատ չի տարբերվում OpenAI API-ից։ Մոտավորապես նույնն է, նույնիսկ այս role-ի հասկացողությունը, որ message-ները զանգված են, որտեղ կա role, որը էլի եմ ասում, որոշում է ով է ստեղծել այդ content-ը, եւ content-ը, հենց տեքստը, չէ՞։ Նշում ենք model-ը, էլի, նույն ձևի։ Ես փոխանցել եմ options temperature, temperature նշել եմ 0, ինչ է temperature։ Temperature, եթե դու նշում եք 0, հավանականությունը, որ ինքը կհորինի կամ ինչ որ տենց creative ինչ որ բաներ կանի, ավելի նվազացնում է։ Չի զորացնում, բայց նվազացնում է։ Եթե ուզում եք ինքը ավելի ստեղծագործ, ավելի creative, ավելի տենց եսի ինչեր անի, temperature-ի արժեքը կարող եք բարձրացնել։ Ուղղակի այս բaragայում, ինչ որ ես ձեզ այսօր ցույց կտամ, ես չեմ ուզում ինքը տենց բաներ անի, գժոտ, ուզում եմ անի այն ինչ որ կոնկրետ եսյանից ուզում եմ։ Դրա համար temperature դրեցի 0-ին։ Մի հատ էլ շատ կարևոր բան կա, երևի նկատել եք, երբ որ տարբեր ծրագիրներ օգտագործում եք, երբ որ դուք խնդրանք եք տալիս, երբեմն խնդրանքը շատ երկար է աշխատում, ու ասում եք լավ էլի, եկեք չեղարկենք, էլի դա։ Այդ չեղարկելու մեխանիզմը հետևյալն է։ Ollama-ն ձեզ տալիս է abort ֆունկցիան։ Այսինքն, երբ որ դուք կանչում եք, հետո դուք կարող եք կանչեք abort, եւ ինքը ոնց որ կչեղարկի ձեր խնդրանքը։ Օգտակար բան է։ Այդ ամեն ինչը մենք կարող ենք դնենք մի հատ առանձին ոնց որ module-ի մեջ, մեր back-end-ում։ Server-ում էլ ավելացնում ենք երկու հատ route, մեկը chat, որպեսզի առնչվենք այս chat-ի հետ, այսինքն որպեսզի մենք ուղարկենք խնդրանքներ, չէ՞։ Մի հատ էլ abort, որպեսզի մենք չեղարկենք մեր խնդրանքը։ Էլի, բարդման չկա, չէ՞։ Okay, հետեկանք մեր շատ հավես to-do ծրագրին։ Ու UI տեսակետից front-end-ում ես ստեղ ավելացրել եմ chat mechanism, այսինքն ստեղ ես կարող եմ գրեմ ինչ որ հարց, ինքս կգնա server-ին, կգնա կմտնի ստեղ, Ollama-ին, ու պատասխանը կգա ու կհայտնվի այստեղ։ Այսինքն ստեղ, եթե ես գրեմ օրինակ 4 գումարած 4, ուղարկեմ server-ին, գիտեմ, լավ, շատ փոքր է, մի րոպե, մի հատ սենց անեմ։ Ահա, տեսնում եք, հեսա 4 գումարած 4, այս է պատասխանը։ Բոլորը տեսան, բոլորը հիացան, գիտեմ։ Սենց բան կյանքում չեք տեսել։ Մի հատ բան ձեզ ցույց տամ, հետաքրքիր, նայեք։ Եկեք, մի հատ մեծացնեմ, որ տեսնեք, եկեք գրենք +4։ Նայեք, ընդ 8 է, չէ՞։ Ես անում եմ +4։ Տեսնեք ինչ կստանամ։ Ուղարկեցի +4, հեսա, +4-ը գնաց, այնտեղ ֆռում է GPT OSS. I'm not sure what you like to add. Ասում եմ, ինչին գումարեմ։ Հələ մի րոպե։
այս ինչ որ սխալ բան աստեղ կատարվում։ Եկեք մտնենք GPT։ ChatGPT, հեսա ChatGPT-ին, անենք 4.4, ինքը ֆրաց, давай ChatGPT 8, ճիշտ է։ +4 գնաց ֆրաց, 12, ահա, չհասկացանք, այդ ոնց է, որ ստեղ աշխատում է, ընդեղ չի աշխատում, ուրեմն նայեք, մեր ծրագրում մենք օգտագործում ենք model-ին, model-ը ընդամենը ֆունկցիա է, որը ունի մուտք, ունի ելք, ինքը ոչ մի իրավիճակ չի հիշում, ինքը I.O., այսպես ասած, գրել կարդալ չի անում, ինքը ունի մուտք, ինչ-որ ֆունկցիաներ են աշխատում, հա, neural net-ի այդ ֆունկցիաները, ու ելք, ու վերջ, GPT-ն, այն ինչ-որ այնտեղ այն սևով, ինքը հիշում է պատմությունը, թե դուք ինչ եք արել, իմիջիալոց ձախի վրա էլ chat history-ն կա, չէ, որ դուք տեսնում եք ձեր նախորդ խոսակցությունները GPT-ի հետ, այդ ամեն ինչը այդ LLM-ի հետ, այդ model-ի հետ կապ չունի, դա ավելորդ կոդ է, որը գրված է GPT-ի ծրագրի մեջ, որպեսզի ինքը հիշի այդ ինֆորմացիան, դե չհասկացանք, իրանք կարող են, մենք չենք կարող, անցանք առաջ, ուրեմն, եկեք անենք հետևյալը, ստեղծում ենք մի հատ module, որը կարճ ասած մի հատ զանգված է պահում, history, մեր պատմությունը, խոսակցության, հա, մեր chat-ի history-ն ասա պահելու, okay, server route-ներում մի հատ ավելացնենք clear, որպեսզի կարողանանք մեր պատմությունը խոսակցության clear անենք, արժի այդպես բան ունենալ, իմիջիալոց այս կոճակն է դա անում, ասեմ իմանաք, այս է կարևորը, եկեք մի քիչ մեծացնեմ, նայեք, նույն ձևի chat-ն է, ինչպես մենք գիտենք, բայց նայեք ինչն է տարբեր, քանց թե եղած message-ը միանգամից ուղարկենք, դրա տեղը մենք ավելացնում ենք դա մեր history զանգվածին, կարճ ասած տակից push անում այդ զանգվածի մեջ, okay? Push անում զանգվածի մեջ եւ մենք կանչում ենք իրան, ինքը ամբողջ այդ զանգվածը, ամբողջ այդ պատմությունը ուղարկում է model-ի մեջ, որի ելքը հետո դուրս է գալիս ու մենք գցում ենք էկրանի վրա։ Այ հիմա, եթե մենք այդ մեթոդը օգտագործենք, մի րոպե, մի հատ clear անեմ սա, clear կոճակը գիտենք ինչ է արդեն, եթե ես ստեղ գրեմ ուրեմն 4.4 ու ինքը հաշվարկի, միջև ինքը հաշվարկում, 8 +4, դառնում է 12, cool, okay, հիմա մենք արդեն գիտենք պատմություն պահելը։ Հիմա, իմիջիալոց այդ փաստը, որ մենք ամբողջ պատմությունը հետ ենք տալիս իրան, ամեն անգամ, կարող է բերի նրան, որ մեր պատմությունը դառնա ֆանտաստիկ մեծ, հա? Այդ դեպքում, okay, տեխնիկաներ կան, Մելիքը խոսեց RAG-ի մասին եւ այլն, չէ, տարբեր տեխնիկաներ կան, թե ինչպես կարելի է ոչ թե ամեն ինչ տալ, այլ միայն տալ այն մասը, որը կապ ունի մեր հարցի հետ։ Բայց այդ ավելի չեմ ուզում բարդացնեմ այս վիճակը դա RAG-ա կոչվում, դա առանձին մի հատ թեմա է։ Այս պահին ուղղակի սաղ պատմությունը ճպցնում ենք մեջը ու ստանում ենք պատասխանը։ Էլի պարզ է, չէ՞։ Գնացինք առաջ։ Okay, հիմա եկեք ավելացնենք AI-ը եւ to-do-ն կպցնենք իրար։ Okay, դե եկեք գանք ստեղ ու ասենք, մի րոպե, մի հատ մեծացնեմ, որ բոլորը տեսնեն, ու ստեղ գրեմ list my to-dos։ Իմ to-do-ները հələ մի հատ ցույց տուր։ Ճակ։ Տեսնենք, ինչ կբերի։ Ասում է I don't have a record, ասում է ինչ ես խոսում, ինչ to do, ես ինչ գործ ունեմ քո to-do-ների հետ։ Հələ մի րոպե, եկեք բացենք մի հատ լրիվ ուրիշ բան, օրինակ ստեղ, այս մեր GPT-ն է, չէ, գրեմ list my to-dos, տուր ինձ իմ to-do-ները, I don't currently have any to-dos, ոչ իմ գործ չունի, չի հասկանում, որ ստեղ մենք ունենք այս ամեն ինչը, չէ, okay, ոնց կպցնենք իրար, մի հատ հետաքրքիր բան ձեզ ցույց տամ, նայեք, եկեք GPT-ին, մի հատ մեծացնեմ սա, մի րոպե, ստե բերեմ, սա բերեմ ստեղ, ահա, եկեք GPT-ին հարցնեմ հետևյալը, what is my favorite color, ինչ է իմ ամենասիրած գույնը, ասում է դու ինչ չես ասա, ես չգիտեմ, չէ, մա նայեք ստեղ, I have a function, ես ունեմ մի հատ ֆունկցիա, which will tell you what my favorite color is. Ես ունեմ մի հատ ֆունկցիա, որը քեզ կասի իմ սիրած գույնը. The function looks like this. Get Ruben favorite color. Ինչ որ sense մի բան, հա?
you can call that function to get your answer. Answer-ը սխալ եմ գրել։ Ասում եմ, okay, դզեց։ Հիմա եթե էլի դե ջոգեց, բայց եթե հիմա հարցնեմ what is my favorite color, ինչ ասում։ Ասում է դու պետք է կանչես հետևյալ ֆունկցիան։ Ահա, հետաքրքիր է։ Փաստորեն ես այո, մուտքը տեքստ է, ելքը տեքստ է, չէ՞, LLM-ի։ Բայց մուտքի մեջ ես կարող եմ նկարագրեմ, որ գոյություն ունի մի հատ ֆունկցիա, դու չունես քո մեջ, դու չես կարող այդ ֆունկցիան կանչես, ես ունեմ։ Դու ինձ ասա, ես քո տեղը կկանչեմ։ Ու ինքը վերադառնում է մի հատ sense երկար-բարակ տեքստ, բայց խնդրեմը ինչ է, որ եթե ես ստանամ այդ տեքստի մեջից parse անել ու ստանալ այս մասը կոնկրետ, բավականին դժվար է, չէ՞։ Եկեք մի քիչ հեշտացնենք մեր գործը։ Ինչ եմ առաջարկում։ Հետ վերադարձանք մեր այս իդեալական to-do-ին, որից իմիջիայլոց cursor-ն ասախ to-do-ն գրե, ասում մենակ։ Okay, так։ Նայեք ինչ կարող ենք անենք։ Գրում եմ երկար-բարակ մի հատ prompt։ Այս prompt-ը sense մեկը-մեկի չեմ կարդա, բայց մոտավորապես ասում է հետևյալը. դու շատ նենց լավ օգնական ես, դու ունես հնարավորություն կանչել հետևյալ ֆունկցիաներին։ Եվ այս ֆունկցիաները ես բացատրում եմ TypeScript-ով։ Ինչի եմ բացատրում TypeScript-ով, որ ինքը իմանա մուտք ու ելքը ոչ միայն ինչ է, բայց ինչ տիպի է, որ ճիշտ բան տա, հա, տեքստի տեղը number չտա կամ հակառակը։ Տենց, ու պլյուս մի քիչ բացատրություն ամեն ֆունկցիային, որ իմանա էլ ինչ է կատարվում։ Okay, տենց երկար-բարակ, հետո էլ ասում եմ, okay, այդ ամեն ինչը հասկացանք։ Ասում եմ, եթե պետք է հաշվարկելու քո պատասխանը այս ֆունկցիան կանչելը, ինձ իմաց տուր։ Եվ ինձ իմաց տուր հետևյալ ձևով։ Տուր ինձ այս sense այս տիպի JSON։ Մի հատ sense JSON object տուր, որտեղ որ կա type function, name անուն այդ ֆունկցիայի, որ դու ուզում ես, որ ես կանչեմ, եւ parameters մուտքը այդ ֆունկցիաների։ Բայց այն դեպքում, որ դու չես ուզում ես ինչ որ բան կանչեմ, ուղղակի տեքստային պատասխան ունես, հարց չկա, տուր ինձ այս տիպի JSON, որը ունի type text, message, response։ Բարձա։ Հիմա այդ ամեն ինչը ես ինչ եմ անում, իմ chat-ը մի թեթև փոխում եմ։ Հենց ամենասկզբից, եթե մեր history-ն, մեր պատմությունը դադար կա, ես այդ context, այդ prompt-ը ճպցնում եմ ամենավերևը։ Ուշադրություն դարձրեք role-ին։ Role-ը ստեղ system-ա։ Ի տարբերակ մնացած օրինակներին, չէ՞։ Ինչու՞, որտեվ այս prompt-ը չի գալիս օգտագործողից, user-ից։ Սա գալիս է ինձնից, ծրագրավորողից, system-ից, համակարգից։ Հետևաբար system-ը իր role-ը։ Okay։ Այդ եկավ։ Հետո այս դրեցի, հետո էլ այն խնդրանքը, որը user-ից է եկել, օգտագործողից, այդ էլ եմ բրթում պատմության մեջ, history-ի մեջ, զանգվածի մեջ, եւ այդ զանգվածը փոխանցում եմ էլի մեր model-ին, որը հիմա հաշվարկում է այդ ամեն ինչը նկատի ունենալով այս ամեն ինչը ու այս բոլոր ֆունկցիաները։ Այս դեպքում եկեք տեսնենք ինչ կվերադարձնի։ Հələ մի հատ clear անենք, սա փոխենք հեսա։ Եվ ստեղ ասենք list my to-dos։ Հեսա մի քիչ sense անենք, որ ավելի պարզ երևա։ Ահա, տեսեք ինչ կայֆոտ բան վերադարձրեց։ Ինքը վերադարձրեց, սա կարելի ասել ոնց որ abstract syntax tree-ի պես է։ Ինձ պետք չի parse անել ինչ որ կոդ, որ ինքը հորինել է կամ ուղարկում է, ինքն կոնկրետ ասում է JSON object-ի մեջ անունը ֆունկցիայի, որ պետք է կանչել, եւ իհարկե ինչ մուտք է պետք նրան փոխանցել։ Ինչ ավես է։ Իսկ եկեք մի հատ օրինակ վերցնենք, որտեղ որ real կա մուտք, օրինակ create or add a to-do item to jump up and down։ Անկապելի։ Տեսնենք հիմա ինչ կվերադարձնի։ Ահա, էլի վերադարձնել object, որը այո, create to do, ճիշտ է, այսինքն ստեղծիր node to do, ու պարամետրները մուտքը ունի text, այն տեքստը, որ ես տվել եմ, եւ նախնական completed թե չէ, այսինքն ավարտած այդ քայլը թե չէ իմ to do-ի մեջ, ասում է չէ։ Cool։ Բա ինչ մնաց։ Մի րոպե, փաստորեն մնաց, որ ընդհանրապես հիմա էլ ավելացնենք կոդ, որը երբ որ JSON-ը ստանում է, կարդա այդ JSON-ը եւ real աշխատացնի այս ֆունկցիաները։ Չէ՞։ Անցանք առաջ։ Այս clear ենք անում եւ անցնում ենք հաջորդ slide-ի։ Այս հաջորդ slide-ը էլի նույն ձևի երկար-բարակ prompt, այս նույն prompt-ն է, ինչպես նշեցի, չէ՞, այս սա ֆունկցիաների ցուցակով եւ այլն, այդքանը պարզ է։
Եկեք ուսումնասիրենք այս chat-ը։ Այս անգամ էլի ամենասկզբից, եթե պատմությունը մեր զանգվածը պատմության դադար կա, ճպցնում ենք այդ prompt-ը ամենավերևից, չէ՞։ Ավելացնում ենք այդ user-ի message-ը, էլի մեկը մեկին նույնն է ինչպես որ նախորդ օրինակը, բայց նայեք ստեղ։ Ես ստեղ ստեղծում եմ մի հատ ֆունկցիայի cycle։ Ես ստեղ ստեղծում եմ մի հատ asynchronous next, հաջորդ, ու գլխից միանգամից կանչում եմ իրան։ Ու հետո ինքը իր մեջ կարա անընդհատ next կանչի ու սենց ֆռա։ Հիմա իրա մարմինը։ Ինչա կատարվում այնտեղ։ Մենք կանչում ենք, իմիջիալոց ուշադրություն դարձրեք այստեղ։ Տեսնում եք, որ այստեղ փոխանցում եմ format JSON։ Եթե format JSON չփոխանցեմ, ինքը էլի JSON կվերադարձնի, բայց կարող է JSON-ը վերադարձնի ուրիշ տեքստի մեջ։ Ինքը վերադարձնի ինչ-որ sense մի բան։ Ես որոշել եմ, որ պետք է դու աշխատացնես մի հատ ֆունկցիա list to do ու JSON-ն էլ sense-ա։ Ու նոր JSON-ը տա։ Մեզ պետք չի այդ ամեն ինչը, մեզ պետք է ընդհանրապես JSON-ը, որպեսզի JSON.parse անենք ու ստանանք այն ինչ որ ստանում ենք, չէ՞, օբյեկտը։ Դա համար գրել եմ format JSON։ Լավ։ Հետո ինչ եմ անում։ Իր պատասխանը անպայման push եմ անում պատմության մեջ։ Ստեղ role-ը, մի հատ նոր role-ն է, assistant։ Assistant դա մեր model-ն է։ Այսինքն այն ինչ որ model-ն է մեզ տալիս որպես պատասխան, մենք դնում ենք որպես assistant, օգնական։ Parse ենք անում, որտեղ գիտենք որ JSON-ը, չէ՞։ Ու նախ ստուգում ենք իր type-ը text-ա, թե չէ։ Եթե text-ա, okay, դզեց, վերադառնում ենք դա ու պրծանք։ Text ենք վերադառնում, չէ՞, ուրիշ գործ չունենք անելու։ Բայց այն դեպքում, եթե ինքը ֆունկցիա է, type function, հիմա պետք է իրան կարդանք ու կանչենք այդ ֆունկցիային աշխատացնենք, չէ՞։ Եկեք տեսնենք դա ոնց կարելի անել։ Վերցնում եմ իրանից այդ երկու պարամետրները, որ մեզ պետք են, անունը եւ մուտքը, parameters։ Անունը ֆունկցիայի ունեմ, մուտքը ունեմ։ Եկեք կանչենք, հեսա։ Այստեղ մենք կանչում ենք նրան։ Ստեղ կանչում ենք նրան, հետո մենք ստանում ենք պատասխանը, պատասխանը բրթում ենք մեր զանգվածի մեջ, բայց մի հատ էլ role ունենք։ Tool, tool նշանակում է գործիք։ Այս աշխարհում ֆունկցիան եւ tool-ը կարելի ասել նույն բանն են, okay? Այսինքն սա նշանակում է, որ ես աշխատացրել եմ մի հատ գործիք, մի հատ ֆունկցիա, որի արդյունքը սա է։ Ու դա բրթում եմ իմ պատմության մեջ։ Այսինքն այս պահին ինչ կա մեր պատմության մեջ։ Կա այն առաջին prompt-ը, որ նկարագրում է ֆունկցիաներին, կա խնդրանքը, որը user-ից եկել է, կա պատասխանը assistant-ից, որ եկել է, ու պատասխանը ֆունկցիայից, որը ես աշխատացրել եմ։ Cool։ Հիմա, այդ պատասխանը, որ ստանում եմ ու ճպցնում եմ մեջը, այս error-ների մասին մոռացեք այս բանին, մի մտածեք։ Նորից կանչում եմ next, որ նշանակում է նորից այդ ամբողջ պատմությունը ես ուղարկում եմ բանին, model-ին։ Ինչու՞, ինչի միանգամից այդ պատասխանը չեմ վերադարձնում։ Բացատրեմ։ Երբեմն մի անգամ կանչելով հերիք չի։ Պատկերացրեք հետևյալ վիճակը։ Ես իրան ասում եմ ջնջիր բոլոր to-do-ները, որոնք որ կապ ունեն սպորտի հետ։ Անկապ, հա։ Դրա համար delete-ը ID-ը ուզում։ ID-ն ոնց իմանա։ Ոնց իմանա ցանկը։ Սկզբից պետք է list to-do կանչի, որպեսզի իմանա to-do-ների վարիանտները։ Հետո իրանց մեջ ուսումնասի, այդ որպես առաջին քայլ։ Հետո իրանց մեջ գտնի բոլոր to-do-ները, որոնք որ սպորտի հետ կապ ունեն։ Գտնի իրանց ID-ները, հետո մի հատ էլ այդ բանը ֆունկցիան տա, ասի հիմա էլ delete ֆունկցիան կաշխատացրու այսինչ մուտքով, այսինչ ID-ներով, որպեսզի այդ to-do-ները ջնջենք։ Հետո ու տենց անվերջ իրան տալիս եմ, միջև ինքը վերջում ասում է, ահա, վերջնական տեքստը, էլ ֆունկցիա մի կանչի, հեսա վերջնական տեքստը, ու ես դա վերցնում եմ եւ վերադարձնում եմ արդեն կլիենտին։ Այսինքն ստեղ հիմա reasoning as որներ to do function context, հա։ Հիմա ստեղ եթե ես գրեմ list my to-dos, այսինքն տուր ինձ ցուցակը իմ to-do-ների, ինքը մի քիչ կմտածի, հա, SLM-ների այս կայֆային է, որ հիմնականում դժվար է ջոգել, ինչքան կտևի, ահա, խնդրեմ, ու ինչպես տեսնում եք, այս ցուցակը, մեկը մեկի բռնում է այս ցուցակին, ահա, այսինքն, ինչ է ստացվում, որ մենք հիմա ունենք մի հատ ֆանտաստիկ խելացի մոդել, հա, որ մենք քաշել ենք, օլամայի միջոցով օգտագործում ենք, բլա, 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 որը հասկանում է ինչպես շփվել մեր կոդի հետ, թզեց, անցանք առաջ, հիմա, նայեք,
այս prompt-ը, որ ես ստեղ գրել եմ, այս վերևը, այս երկար բարակ, այս ես եմ գրել, չէ՞։ Հիմա պարզվում է այս մոտեցումը, որ մենք ուզում ենք, որ LLM-ը շփվի մեր ֆունկցիաների հետ, դա հաճախ է լինում։ Ու մարդիկ հասկացել են, որ մի րոպե, ինչի պետք է բոլորը նստած, սենց երկար բարակ prompt գրեն ու տարբեր ձևերով, որոշ prompt-եր լավ կաշխատեն, որոշ prompt-եր վատ, չի լինի մոդելներին ուղղակի պարապացնենք օրինակների վրա, այս tool-երի, այս ֆունկցիաների վրա։ Որպեսզի հետո API-ի միջոցով դու ուղղակի ասա ինչ ֆունկցիաներ ունես, եղբայր, էլ մի prompt գրի։ Ուղղակի ասա ինչ ֆունկցիաներ ունես, ես դա փոխանցեմ միանգամից մոդելին, մոդելը արդեն պարապած է, ինքը ճանաչում է այդ ստրուկտուրային։ Միանգամից պատասխանը կտա, էլ մի բռնի ու սենց երկար բարակ տեքստեր գրի։ Okay, կա տենց բան, իհարկե։ Գոյություն ունեն tools, էլի եմ ասում, tool-ը ընդհանրապես ֆունկցիա է։ Tools, ֆունկցիաներ։ OpenAI-ն էլ ունի support, ինչպես տեսնում եք, հեսա OpenAI API-ն դու կարող եք tools փոխանցեք, Ollama-ն էլ ունի, հեսա tools, okay? Tool-երի այդ զանգվածի օբյեկտների ստրուկտուրան կարող է մի թեթև տարբերվի մի մոդելից ուրիշ մոդել, բայց շատ թեթև, մի հատ map-ով կարող շտկեք դա ու կտեսնեք այդ օրինակը։ Okay։ Հիմա փաստորեն մենք constraint երկար բարակ են prompt-ը գրենք վերևը։ Հիմա կարող ենք անենք հետևյալը, նայեք ստեղ։ Ստեղ ես ընդհանրապես նկարագրում եմ, որ ես ունեմ մի հատ ֆունկցիա, բայց JSON-ով, ստրուկտուրայով եմ ես բացատրում սա։ Ու այդ ֆունկցիան ունի հետևյալ ինֆորմացիան, ունի անուն, list to do, բարձա, բացատրություն թե ինքը ինչ է անում, իր դերը, չէ՞, ժող, սուս, իր դերը, չէ՞, եւ պարամետրներ։ Պարամետրները դա որոշում է, թե իր մուտքը ինչա լինելու, դե list to do-ն դարակ օբյեկտ է կընդունի, create to do, այս ավելի լավն է։ Նայեք, այս ինֆորմացիան այստեղ նկարագրվում է JSON schema-ով։ Եթե ծանոթ չեք JSON schema-ին, դա նույնն է ինչպես որ database-ում որ ունեք schema, որը բացատրում է ստրուկտուրան ձեր բազայի, ինչ table-ներ կան, ամեն table-ում ինչ սյուներ կան եւ այլն, չէ՞։ Այդ օրենքները թե ոնց պետքա ինֆորմացիան բաժանվի ու ստեղծվի բանի մեջ, database-ի մեջ, դա database schema-ն է ասում։ Նույնը կա JSON-ի համար, եթե մենք ուզում ենք պահպանենք որոշ օրենքներ JSON-ի ստրուկտուրան, կա JSON schema։ Հիմա այս schema-ն ասում է հետևյալը, որ մենք ունենք մի հատ object, ինչի, որտեղ իր տիպը object է, obviously, որը ունի հետևյալ property-ները, բանալիները, attribute-ները, իր մեջ, text եւ completed։ Text-ը string-ը, որը ունի իր բացատրությունը, որը ասում է ինքը ինչ դեր ունի, եւ completed boolean-ը, որը ունի իր բացատրությունը եւ default արժեքը։ Կարճ ասած, մենք JSON-ով, ժողովուրդ ջան, բացատրում ենք մեր ֆունկցիային, ֆունկցիաներին, որոնք որ մենք ուզում ենք, որ մոդելը իմանա իրանց մասին եւ իմանա, որ կարելի է կանչել իրանց։ Բայց ելի եմ հիշացնում, ու սա շատ կարեւոր է։ Մոդելը չի կարող կանչի այս ֆունկցիաներին։ Ինքը կարող է մեզ ասի, որ ուզում է կանչի այս ֆունկցիաներին, հետո մենք իր տեղը կանչենք։ Շատ կարևոր դետալ է։ Okay, նկարագրեցինք այս ամեն ինչը, երկաբարակ, կարճ ասած, sense երկար զանգվածա տարբեր ֆունկցիաների։ Եվ հիմա ինչ է ստացվում, որ հիմա երբ որ մենք կանչում ենք Ollama-ին, տեսնում եք ամենասկզբից էլ push չենք անում այդ system prompt-ը, էլ չկա տենց բան։ Հիմա ուղղակի աշխատում ենք սովորական prompt-երով, բայց փոխանցում ենք tools այստեղ։ Տեսնում եք tools։ Դա շատ կարևոր է։ Այ հիմա ինքը գիտի, բայց մի հատ կարևոր դետալ։ Եկեք գնանք Ollama-ի կայքը, տեսնում եք այս մոդելները որ կան, հələ մի հատ zoom in անեմ, օրինակ GPT OSS, տեսնում եք ստեղ կա tools գրած, ստեղ չկա tools, tools, հասկացաք չէ, որոշ մոդելներ ունեն support, այսինքն պարապացրած են, նախապես պատրաստ են tool-երի, որոշ մոդելներ ոչ, այս tool մեխանիզմը օգտագործում ենք, այդ tool պարապած մոդելների հետ, Դրա համար ստեղ օգտագործում եմ GPT OSS, որը, չգիտեմ ուր այդ, հեսա, որը tools ունի, հեսա, tools, okay. Մնացած լոգիկան նույնն է ինչպես որ նախորդը, ուղղակի, մոտավորապես նույնը, դե content-ը եթե գալիս է որպես text, միանգամից վերադարձնում ենք, այդ պարզա, միանգամից չենք վերադարձնում, սկզբից ավելացնում ենք history մեջ, պատմության մեջ, որպեսզի հաջորդ պատասխանը ունենա դա իր կոնտեքստի մեջ, այդ մեկ, երկրորդը, նայեք, հենց message object-ի վրա կարող է գոյություն ունենալ tool calls, tool-երի կանչելը,
Այդ զանգված է, եթե կա, մենք պատտվում ենք այդ զանգվածով, կարդում ենք իրանից այն ինֆորմացիան, որ մեզ պետք է, մուտքը եւ ֆունկցիայի անունը, եւ կանչում ենք նրան։ Եվ մենք պահում ենք անպայման մեր պատմության մեջ եւ այն փաստը, որ մենք կանչում ենք այդ ֆունկցիային, եւ ֆունկցիայի արդյունքը, պատասխանը։ Շատ կարեւոր է այդ ամբողջ history-ն ունենանք։ Հիմա անդրադառնամ այս error խառախուռը բաներին։ Ուրեմն նայեք, երկու մոտեցում կա։ Մի վարիանտը այն է, որ երբ որ LLM-ը մեզ ասում է կանչիր այսինչ ֆունկցիային, մենք կանչում ենք, ստացվեց, չէ, ջանդամ։ Ինչ որ պատասխանը եղավ, վերցնում ենք, վերադառնում ենք, ասում ենք, չեղավ, չկպավ։ Դա մի վարիանտն է։ Երկրորդ վարիանտը այն է, որ եթե ինչ որ սխալ բան է պատահում, մենք այդ սխալը ուղարկում ենք հետ մոդելին ու ասում ենք, սենց սխալ է եղել, մի հատ էլ փորձի։ Ու ինքը այդ փորձում է ճշտել։ Պատկերացրեցիք, չէ՞։ Այստեղ մենք սենց ենք անում, այսինքն այս error-ը, այդ սխալը, մենք ավելացնում ենք մեր պատմության մեջ, մեր history-ի մեջ։ Մոռացեք սրա մասին մի բան, ու մենք կանչում ենք next, որպեսզի նորից ինքը ուղարկի այդ ինֆորմացիան մոդելին։ Մոդելը հիմա ոչ թե ստանում է պատասխանը մեր ֆունկցիայի, այլ error-ը, որ ֆունկցիան վերադարձել է, ասում է վայ քո։ Լավ, սենց փորձենք։ Հասկացաք, չէ՞, ոնց որ խոսակցություն լինի։ Ու ինքը հետո այդ գալիս է, մի հատ էլ եք փորձում, ու ստեղ գրել եմ այս counter-ը ու միջև 3 արել եմ այն մտքով, որ եթե 3 անգամ իրար հետևից սխալվում է, նոր արդեն ասում ենք լավ, գիտես ինչ։ Okay, որ անverջ անընդհատ չասենք, էլի, ուզում եմ ինքը սխալվի, ուզում եմ սխալվի, հասկացաք։ Cool. Okay, ասա։ Good. Շարունակեցինք առաջ։ Հա, չէ, մի հատ դեմո պետք է անեմ, չհասկացանք, հələ մի րոպե, ես այսքան կոդ եմ գրել։ Так, հաջորդը էսա GPT tools, այսինքն հիմա սա clear ենք անում, հիմա եկեք սա մի քիչ մեծացնենք, շատ մեծացրեցի, ահա, sense մի բան, եկեք գրենք list my to-dos, գրի իմ to-do-ները, давай, come on GPT, Էսեն վիճակն է որ, վայ, դզեց, ես ինչ սիրում բան է վերադարձրել։ Զգացվում է, չէ, որ ավելի լուրջ մոդել է, քան թե այն մյուսը, որ նախորդ անգամ է օգտագործում։ Okay, իսկ եթե ասեմ add a to-do item to smile, անկապելի։ Տեսնենք հիմա ինչ կլինի։ Էլի աշխատում է, ահա, ու smile-ը հայտնվում է ստեղ։ Դզեց։ Այսինքն հիմա ես իմ այդ data-ի հետ, այդ to-do data հետ, որը հետո տակից կարող գրի database-ին կամ եւ այլն։ Ես իրան հետ կարող եմ առնչվեմ ոչ միայն user interface-ով, այդ կոճակներով եւ այլն, այլ այս intellect LLM-ով։ Ու ավելին ասեմ, ես այդ LLM-ին կարող եմ լիքը խառը քայլեր ասեմ այս արա, այն արա, ու ինքը գնա ու այդ ցիկլի մեջ, այդ շատ կարևոր է, այդ ցիկլի մեջ որ աշխատում է, ու փորձում է անընդհատ լուծել այդ ամեն ինչի, ինչ որ ես իրան տվել եմ։ Դա կոչվում է agent։ Երբ որ դուք ասում եք ոչ թե մի բան, այլ ինչ որ ասում եք ինձ այս բանն է պետք ու ինքը վերլուծում է այդ բանը ոնց է պետք անել ու ցիկլով է դա անում ու աշխատում է այդ next կանչելով մինչև ավարտում է այսինքն դուք կարող եք ասեք չգիտեմ քթիր իմ ամենաէժան ինքնաթիռի տոմսը առ հրավիրի չգիտեմ այս ընկերոջս որպեսի գա իմ հետ հասկացաք չէ ասենց եկար բարակ ինչ որ բան տակ ու ինքը ունենալով ճիշտ ֆունկցիաները, որոնք որ հասանելի են web search-ին օրինակ, որպեսզի ինքը կարողանա ման գա այդ տոմսերին, հասանելի է այն API-ին, որպեսզի ինքը կարողանա առնի, գնի այդ տոմսերը, հասանելի լինի ինչ որ email server-ին, որպեսզի կարողանա email ուղարկի ձեր ընկերոջը եւ այլն, ինքը կարող է փորձի վերլուծի։ Թե լավ են անում, վատ են անում, որոշ մոդելները ավելի լավ են անում, որոշ մոդելները ընդհանրապես չեն կարող անել, դա ուրիշ խնդիր է։ Okay. Անցանք առաջ, մի րոպե, zoom out, ահա, հիմա, մենք տեսանք, թե մենք մեր ծրագրի մեջ ոնց կարող ենք այս tool-երին, այս ֆունկցիաներին ավելացնենք մեր ծրագրի մեջ, իսկ ուրիշ tool-երը, որ դուք օգտագործում եք, tool-երը, գործիքները, որ դուք օգտագործում եք, իրանք օգտագործում են tool-եր, թե ինչ-որ ուրիշ ֆանտաստիկ ինչ-որ ձևով ամեն ինչ գրված, որ մենք չենք հասկանում, եկեք մի հատ cursor բացենք, ես եմ իմ cursor-ը, Մի հատ ստեղ, եկեք գրենք սենց մի prompt, list all the to-dos you have access to, տուր ինձ բոլոր tool-երը, որին դու դաստուպում ես, որոնք որ հասանելի են քեզ, ինքը թող մտածի,
Քանի ինքը մտածում է, եկեք մի հատ էլ ում տանք, բանին, cloud-ին էլ տանք։ List all the tools you have access to։ Ահա, այս մեկը հետ եկավ։ Տեսնենք ինչ է ասում։ Ինչ կարող է cursor-ը անի։ Code search, grep, կարճ ասած search-ի մեխանիզմներ, ման գալու մեխանիզմներ ունի, ինքը ունի file API, ինչպես կարող է գրել, կարդալ ֆայլերին, չէ՞։ Ինքը կարող է terminal-ում ինչ-որ բան աշխատացնի, դրա համար այն որ ասում է հաստատ ուզում ես npm install անեմ այս ինչ բանը, դուք ասում եք հա ու ինքը աշխատացնում։ Այդ էս ֆունկցիան է կանչում։ Այսինքն ինչ է ստացվում, որ cursor-ը, այդ սա cursor-ը, որ սա խոսում են, վա, cursor, ընդհանրապես ինչ է իրանց ներկայացնում, տակի LLM-ն է, չէ՞։ UI-ն է, որը մեծամասնությամբ VS Code-ն է, fork արած, մի քանի UI element են ավելացրել վրայից, եւ մի շարք tool-եր, գործիքներ։ Եվ prompt-եր, ճիշտ հարցեր, որոնք որ այդ երկուսը կպցնում են իրար, որպեսզի ստանան այն ինչ որ մենք ստանում ենք։ Այդ սա կոդերը, այդ սա ես ունեմ այսինչ սխալները շտկի իմ համար, այդ սա եղած չեղած tool-երի եւ խելացի մոդելի միավորումն է։ Պլյուս ճիշտ prompt-երի մեջտեղը։ Այսինքն եթե to-do-ն հասկանում եք, մոտավորապես կարելի է պատկերացնել, իհարկե միշտ դետալներ կան, բան չեմ ասում, բայց կարելի է պատկերացնել cursor-ը ոնց է աշխատում։ Հա, Cloud-ն էլ ունի գործիքներ, հեսա ունի web search, web fetch, artifacts եւ այլն, կարճ ասած։ Okay։ Այսինքն մենակ մեր to-do-ն չի, որ գործիքներ ունի, այլ լիքը ուրիշ ծրագիրներ։ Հիմա, can we do our Հիմա, ինչ կարող ենք մենք, հիմա նայեք, մեր այդ to-do-ի այդ API-ը, որ մենք ունենք, այդ ֆունկցիաները, որոնք որ հասանելի են մեզ, այս բան հասանելի են միայն մեզ, չէ՞։ Բայց լավ կլիներ, օրինակ այս Cloud-ին, որ ասեցի list your tools, չէ՞, ասեցի տուր ինձ գործիքներ, ինքը տվեց գործիքներ որոշ, բայց իրա մեջ իմ to-do-ն չկա։ Դե պարզ է իրա մեջ իմ to-do-ն չկա, իմ to-do-ն գրված է իմ back-end-ի մեջ, իմ Node.js-ով, չէ, աշխատում է ինչ-որ պորտի վրա եւ այլն։ Ոնց կարող ենք նենց անենք, որպեսզի Cloud-ը կամ ուրիշ կլիենտը, ուրիշ ծրագիրը կարողանա օգտագործել իմ գրված գործիքները, ֆունկցիաները, կարողանա իմ բազայի մեջ ավելացնի to-do-ներ, ջնջի to-do-ներ, search անի to-do-ներ եւ այլն։ Ոնց կարելի է տենց անել։ Դե կարելի է ինչ-որ API ստեղծել, չէ, ու ասել, okay, այս API-ը օգտագործի, բայց խնդրեմը նա է, որ այդ tools-երը, այդ որ նկարագրված էին, այդ JSON-ով, այդ ես չունեմ, այդ մեկ։ Երկրորդը, որ API-ը կանչի, որպեսզի ինքը ստանա այդ tool-երի բացատրությունը։ Ինչ որ ստանդարտ է պետք, ինչ որ բան է պետք, որ բոլորս համաձայնվում ենք, որ գիտեք, եթե դուք ունեք tool-եր, ունեք ֆունկցիաներ, եւ ուզում եք այդ ֆունկցիաները հասանելի լինեն տարբեր agent-ներին, client-ներին, որպեսզի նրանք այդ tool-երը վերցնեն, ճպցնեն Ollama-ի կամ OpenAI-ի կամ Cloud-ի մեջ ու ստանան ինչ որ պատասխան։ Պետք է ինչ որ ստանդարտ։ Պետք է ինչ որ ձև, որ մենք բոլորս համաձայնվենք, որ մենք sense ենք անում։ Կա տենց ստանդարտ, Anthropic-ը, որը ստեղծել է այս Cloud-ը, ստեղծել է մի հատ տենց ստանդարտ ու կոչել է նրան MCP, Model Context Protocol։ Protocol նշանակում է ստանդարտ, կարճ ասած։ Okay, նենց որ ինչա պետք անել նրանով։ Ուրեմն եկեք ստեղծենք մի հատ այդ MCP server-ից, այսինքն server, որը համապատասխանում է այդ ստանդարտներին։ Ոնց կարող ենք դա անենք։ Դե նախ եւ առաջ Anthropic-ը գրել է որոշ գրադարաններ, որոնք որ այդ ստանդարտի համար են գրված։ Մենք կարող ենք քաշենք օրինակ այս Model Context Protocol/SDK։ Այս քաշում ենք։ Եվ այս աստեղ import եմ արել իրանից, դետալները թե server-ը ոնց է setup անում բան, իրականում այս API-ների տարբերակները կան, ամենակարևոր դետալը սա է, որ ես ստեղ նշում եմ tool-երի ցանկը, այս tool-երի զանգվածը։ Ու ամեն tool-ի համար ես ասում եմ ինքը ինչ է իրանց ներկայացնում, անունը, ինչ է ինքը եւ input-ի, այսինքն իր մուտքի բացատրությունը։ Էլի մուտքի բացատրությունը ներկայացնում եմ JSON schema-ով։ Okay, այս որ ունեմ, հիմա այս server-ին, որ աշխատացնում եմ, նայեք ինչ կարող եմ անեմ։ Եկեք այս սա աշխատացնենք, սա ինչ է։ Նույն այդ Anthropic-ը ստեղծել է որոշ գործիքներ, որպեսզի ավելի հեշտ առնչվենք այս ամեն ինչով։ Գոյություն ունի Model Context Protocol Inspector։
inspector-ը դա գործիք է, որի միջոցով մենք կարող ենք տեստավորենք մեր այդ backend-ը, այդ MCP server-ը, Model Context Protocol-ի server-ը։ Ինքը ունի այս sense desk, տեսեք ինչ գեղեցիկ է։ Եկեք connect, այս հրամանը որ աշխատացնեք, TSX-ը որտեղ TypeScript-ը, եթե չէ Node գրեք եւ այլն, ոբշեմ, գիտեք։ Աշխատացնում ենք ստեղ connect ենք անում, ահա, ստեղ, ու կա list tools, այս կոճակը, տեսնում եք list tools։ Բոլոր MCP server-ները ունեն այդ կարողությունները, իրանք կարող են ձեզ տան իրանց այդ ֆունկցիաների, այդ tool-երի ցանկը։ Իրականում ոչ միայն tool-երի, այնտեղ նաև կան resource-ներ, prompt-ներ, բայց եկեք tool-երի մասին այսօր խոսանք։ Resource-ը ուղղակի data է, prompt-ն էլ, եթե ինչ-որ prompt են գրել, որից գոհ են, ուզում են դուք էլ օգտագործեք, կարող կանչեք, բերեք, օգտագործեք։ Tool-ն է կայֆը։ List tools։ Տեսնում եք ինքը ինչ վերադարձրեց։ Այն tool-երը, որոնք որ ես նշել էի, են զանգվածի մեջ։ Ու ամեն tool-ը, եթե ես սխմեմ, ես կարող եմ իրան աշխատացնեմ եւ տեսնեմ իր արդյունքը։ Այսինքն, այս գործիքով ես կարող եմ տեստավորել իմ MCP server-ը, որը ես գրել եմ։ Okay, տեստավորեցինք, տեսանք, որ ինքը քիչ թե շատ աշխատում է, մենք շատ գոհ ենք մեր գրված MCP server-ից։ Okay, հիմա դե MCP server-ը գրել ենք, եկեք նենց անենք, որ հասանելի դարձնենք դա ուրիշներին ասելով, ուրիշ կլիենտներին։ Օրինակ, եկեք հասանելի դա դարձնենք Cloud desktop-ին։ Եկեք copy անենք այս JSON-ը, այս հեսա կբացատրեմ ու բացենք Cloud-ին։ Հեսա Cloud-ս։ Եթե մտենք ուրա settings, ես մի քիչ zoom in անեմ, որ տեսնեք, developer, ուստեղ տեսնում եք կա edit config։ Edit config-ը եթե բացենք, ինքը մի հատ JSON file է։ Եկեք բացենք նրան, եկեք text file-ով։ Ու եկեք ճպցնենք այդ JSON-ը իր մեջ, այստեղ, հեսա։ Ինքը ինչ է իրանց ներկայացնում։ Ինքը ասում է, որ ինչ հրաման պետք է աշխատացնել եւ որտեղ է գտնվում մեր server-ը։ Քանի որ server-ը գտնվում է հենց իմ կոմպի վրա, ես հենց կարող եմ անեմ։ Եթե ինչ-որ հեռակա server-ը, այդ ժամանակ արդեն պարզ է HTTP, կարճ ասած իրան հասցեն պետք է տակ, այդ մի քիչ ուրիշ է, բայց շատ չի տարբերվում, cursor-ին ասեք, իդեալական կգրի ձեր համար։ Save ենք անում դա, ու հիմա իրան պետք է restart անենք։ Սպանում եմ իրան, նորից գրում եմ cursor, ահա, չէ, cursor չէ, գրում եմ cloud, հեսա։ Միացավ, հա։ Եկավ, ահա, էսա, եկավ, հիմա եկեք ասենք list my to-dos։ Դավայ, աշխատի։ Ահա, wake up early, այսինքն այս ցանկը նույնն է, ինչպես որ իմ ծրագրի, իմ այդ հայտնի to-do-ի ծրագրի, այս ցանկը։ Տեսակ չէ։ Այսինքն ինչ է ստացվում, որ այս մեխանիզմը, որով ես խոսում եմ իմ բազայի հետ, ես դարձրեցի հասանելի ուրիշներին MCP server-ի միջոցով։ Cool։ Հիմա դե այդ MCP server-ը եթե ստեղծել եմ, այնա ես էլ օգտագործեմ իմ կողմից, ինչի եմ մենակ ուրիշներին հասանելի դարձնում։ Չէ, դու գործ չունես։ Okay, դե եկեք տենց անենք։ Եկեք վերադառնանք իմ կոդին, ուրա իմ կոդը։ Ահա, եւ եկեք անենք հետեւյալը։ Get MCP client, այսինքն մեզ պետք է client-ին վերցնել։ Մի րոպե, միտեղ պետք է որ client-ը գրած լինի։ Հա։ Մի րոպե, MCP chat, MCP server, հա, լավ, հետո բացում է։ Նայեք, այս chat-ում ես վերցնում եմ client-ը, որը հնարավորություն է տալիս կպնել իմ MCP server-ին, հեսա ցույց կտամ ոնց կարելի է client-ին գրել։ Իրան connect եմ անում, որպեսզի կպնեմ իրան, չէ՞։ Ու նայեք, list tools։ Տեսնում եք այս list tools։ Հիշում եք այն գործիքը, որ օգտագործեցի, մի հատ կոճակ ուներ list tools։ Այս նույն կոնցեպտն է։ Ես ստանում եմ գործիքների ցանկը։ Okay, դե ստացա այդ գործիքների ցանկը, բայց մի հատ ստեղ փուճուր նյուանս կա, ուրեմն MCP tool-երի ցանկը ամեն օբյեկտը ունի մոտավորապես sense ստրուկտուրա։ Ֆունկցիայի անունը, բացատրությունը եւ input schema-ն։ All-line-ը մի թեթև տարբերվում է։ Ինքը ունի type function, հետո function, որի մեջ կա արդեն name, description եւ parameters։ Այսինքն մի հատ այս map ֆունկցիայով կարճ ասած փոխարինում եմ մեկը մյուսի մեջ, հա, այդ մի հատ translation-ը, այդ հետ։ Ու դա արդեն ես վերցնում եմ ու pass եմ տալիս մեր այս chat-ին, ու մնացածը նույնն է։ Նույնն է ինչպես որ առաջ։ Okay, այսինքն ինչ է ստացվում, որ այդ client-ը, որին ես կպնում եմ, որի հիմա կպնում է to-do-ներին,
կարող եմ ուրիշ client ստեղծեմ, որը կապվում է ուրիշ server-ին, որը вообще ես չեմ գրել, որը միգուցե Chrome-ն է գրել։ Նայեք ստեղ, ես պետք է ցույց տամ, մինչև իմ ժամանակը գիտեմ սպառվել է, բայց մի հատ ցույց տամ էլի։ Այսքան գործ եմ արել։ Այս, նայեք ստեղ։ Clear ստեղ։ Նայեք ստեղ, եկեք sense բան ասենք։ How many buttons are on this page? Մի րոպե։ Այս հեչ։ Մի րոպե։ Նայեք ինչ եմ գրել։ Գրել եմ ստեղ հարց։ Քանի կոճակ գոյություն ունի այս հասցեում։ Okay, այսինքն այս հասցեում, այսինքն այս հասցեում, այսինքն այստեղ։ Հեսա եկեք իրան աշխատացնենք ու հաշվենք։ Ստեղ կա ուրեմն 1, 2, 3, 4, այդ այս ինչ է կատարվում, այս պատոանը բացվեց։ Դզեց, այս ինչ պատոան է։ Եկեք փակենք։ Ինքը ասեց հեսա, there are 17 buttons on your page։ Wow։ Այսինքն ինչ ստաց, ու իրոք ճիշտ է միջալից, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, անգամ 2, 16, պլյուս 1, 17, այս մեկը երևի չի հաշվել։ Լավ, այդ մեկը ներենք, չէ, թե ես եմ շեղվել։ 16 պլյուս 2, ճիշտ է։ Okay, cool։ Այսինքն, ճիշտ է, ներքևը։ Ոչմ ճիշտ է։ Այսինքն ինչ ստացվեց, որտեղ ես կանչեցի մի հատ ուրիշ MCP, որը ես չեմ գրել, Google-ն է գրել, որը աշխատացնում է Chrome browser-ը։ Դզեց։ Այսինքն մենք կարող ենք հարցեր տանք հիմա to-do-ի հետ կապված եւ Chrome browser-ի հետ կապված։ Եվ էլի եմ ասում, tool-ը ընդհանրապես ֆունկցիա է։ Ինչ լոգիկա ուզում եք, մեջը դրեք։ Պատկերացրեք ինչ աշխարհ է բացվում։ Անվերջ կարող եմ այս թեմայով խոսալ, բայց հույսով եմ այսքանը պարզ էր։ Շատ շնորհակալություն։